մեջ ապրում է ամենակարող Աստծո հոգին։ Հռոմեացիս 8:5-ից, որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր։ Պողոս առաքյալը խոսում է եկեղեցուն։ Եվ եկեղեցում ցավոք սրտի կան դեռ մարդիկ, որոնք մարմնով են մտածում եւ համապատասխան ձևի մարմնով սկսում են քաղել, եւ կան մարդիկ, ով որ հոգեվոր են մտածում եւ հոգեվոր են քաղում։ 6-րդ խոսք, որովհետեւ ըստ մարմնի խորելը մահ է, իսկ ըստ հոգու խորելը կյանք ու խաղաղություն։ Պետք է մտածես, ինչ ես դու ուզում։ Ուզում ես դու քո գործերին եւ խոսքերին մտքերին համապատասխան քաղես մահ, թե ուզում ես, որպեսզի դու քաղես կյանք եւ խաղաղություն։ Որովհետեւ ըստ մարմնի խոկումը Աստծո դեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող։ Եվ նրանք, ով մարմնին են հետևում, Աստծոն չեն կարող հաճելի լինել։ Պատկերացնում ես, սիրելիս, որ դու փրկված մարդ, դու ճանաչում ես Աստծուն, դու հավատում ես նրան, բայց քանի որ դու չես փոխվում, թույլ չես տալի, որ Աստված քեզ ներքին փոխի եւ դու սկսես հոգով շարժվել, ոչ թե մարմնով, դու չես կարողանում ապրել այն կյանքով, որ մեր Աստծուն հաճելի է։ Բայց նպատակը ելներս նրանում է, որպեսզի մենք կարողանանք հաճելի լինենք մեր Աստծուն։ Այն հոգին, որ բնակվում է Քրիստոսի մեջ, այն մարդիկ, ով որ հավատում են Քրիստոսին, Աստված նույն հոգին տալիս է իր երեխաներին, այդ մարդկանց։ Դու պատկերացնում ես, քո մեջ ապրում է ամենակարող Աստծո հոգին։ Ամենը մեզ պետք է մի բան, որպեսզի սովորենք, ոչ թե ապրենք որպես հոգևոր մարդ, այս աշխարհի իրականությունից ելնելով, այլ երկնքի իրականությունից։ Եթե դուք Լոս Անջելեսում եք, մեծ ուրախությամբ հրավիրում եմ այս կիրակի այցելելու Լոս Անջելեսի կյանքի խոսք եկեղեցին։ Եկեք եւ վայելեք կենթանի եւ քրիստոսակենտրոն երկրպագությունը, Աստծո կենթանի խոսքն ու Աստծո ներկայության զորությունը եւ միացեք սիրով եւ հոգատարությամբ լի համայնքին։